Սիրելի հայրենակիցներ, մեր տաղավարում է այս պահին Իրանակետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը, բարի երեկո Սաթենիկ։ Բարի երեկո Լարա։ Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունները փաստորեն նորից անժամկետ հետաձգվում են, ինչու։ Այս պահին իրանական պատվիրակությունը Իսլամաբադ մեկնելու ցանկություն չի հայտնել, քանզի խախտվել են ըստ իրենց խոսքերի հրադադարի պայմանները Միացյալ Նահանգների կողմից։ Միացյալ Նահանգները սկսել է ծովային էսկալացիա Իրանի դեմ, բացի այդ իրանական մի նավ է խոցվել կիրակի օրը, ինչպես արդեն հայտնի է, եւ դա Իրանը դատապարտել է, որակելով որպես ծովահենության ակտ եւ հրադադարի խախտում։ Նույնիսկ կա տեսակետ, որ նման վարքագծին զուգահեռ բանակցությունները լուծում չեն կարող լինել։ Սաթենիկ, փաստորեն Իրանում ամերիկան ոչ մի գործողության վրա աչք չեն փակում։ Այո, Լարա, Իրանում հռետորական հարց են հնչեցնում, ինչպես բանակցել Միացյալ Նահանգների հետ, եթե Միացյալ Նահանգները խախտում է հրադադարը, իրականացնում ծովային էսկալացիա, եւ իրանական կողմը նաեւ նշում է, ամեն օր Վաշինգտոնից հակասական հայտարարություններ են հնչում, այսինքն իրանցիների համար առաջին տեղում գործողություններն են եւ հետո միայն հայտարարությունները։ Իրանական վճռականությունը ես նկատում եմ, որ զարմացնում է միջազգային հանրությանը։ Կարելի է նույնիսկ ասել, որ բանակցություններից հրաժարվելով այս պահին իրանական կողմն է թելադրում բանակցային օրակարգը։ Իսկ կարծում ես կարելի է այս շաբաթ ամեն դեպքում բանակցություններ ակնկալել։ Կարծում եմ դա կախված է Միացյալ Նահանգների գործողություններից։ Եթե նման ռազմական մոտեցումը, այսինքն որդեգրած ռազմավարությունը շարունակվի, չեմ կարծում թե Թեհրանում համաձայնվեն մեկնել Իսլամաբադ բանակցությունների, չնայած ԱՄՆ-ի համար պնդումներին Իսլամաբադ մեկնելու իրանական բանակցության համար եւ Իրանում չեն պատրաստվում դա անել, քանի որ Միացյալ Նահանգները շարունակում է խախտել հրադադարը։ Իրանական կողմն ասում է, եթե այս անգամ էլ Միացյալ Նահանգները խախտել է իր պարտավորությունները, ինչու իրենք պիտի հավատան, որ բանակցությունների հաջորդ փուլից հետո Միացյալ Նահանգները պահելու է իր պարտավորությունները։ Նույնիսկ իրանցի եւ ամերիկացի վերլուծաբան Մոհամմադ Մարանդին, որը ներկա է եղել բանակցությունների առաջին փուլում, հայտնում է, որ այս պահին Իրանի Իսլամական Հանրապետությունը Իսլամաբադ մեկնելու եւ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում, քանզի Միացյալ Նահանգները շարունակում է ծովային էսկալացիան։ Նույնիսկ Մարանդին ներկայացրեց հետաքրքիր մի հոդված, որը տպագրվել էր, որը հրապարակվել էր Washington Post-ում, ըստ այդ հոդվածի իրանական պատվիրակության ներկայացուցիչները կարող էին խոցվել Միացյալ Նահանգների կողմից բանակցությունների ձախողման դեպքում եւ իրանական կողմը եզրակացրել է, որ բանակցությունների ձախողման դեպքում իրենց ինքնաթիռը կարող է փաստորեն թիրախ դառնալ։ Չնայած այդ ամենին, Մոհամմադ Մարանդի նշում է, որ իրենք Իսլամաբադից վերադարձել են ինքնաթիռով, այլ ոչ թե ցամաքային ճանապարհով։ Խոսքը ամենայն հավանականությամբ ապրիլի 8-ին Washington Post-ում հրապարակված Մարկ Թիսոնի անձնական կարծիքի վրա հրապարակված հոդվածն է եղել։ Սաթենիկ, նոր ռազմական էսկալացիայի դեպքում ինչ ես կարծում, ծոցի երկրները հատկապես պատրաստ են նորից թույլ տալ Միացյալ Նահանգներին օգտագործել, այսպես ասած, իրենց տարածքը հակաիրանական գործողությունների համար։ Լարա, ըստիս արաբական երկրները այս պատերազմի տուժած կողմերից են։ Եվ նույնիսկ Մարանդին ամենայն հավանականությամբ երեք իր տված հարցազրույցում կոչ էր անում արաբական երկրներին, առհասարակ արաբական աշխարհին, մանավանդ ծոցի երկրներին թույլ չտալ Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց տարածքային եւ ծովային հատվածները Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Եթե Միացյալ Նահանգները այս անգամ էլ թիրախավորի Իրանի էներգակիր կարևորագույն ենթակառուցվածքները, Իրանը համարժեք պատասխան կտա ծոցի այն երկրներին, որոնց տարածքից այդ գործողությունները իրականացվել են։ Ուստի դա կարող է հանգեցնել արաբական աշխարհի էներգակիրների աշխատանքների սահմանափակմանը կամ դադարեցմանը, եւ դրա հետևանքով կարող է ծոցի երկրները դատարկվել։ Ըստ էության իրանական կողմի դիրքորոշումը հստակ է եւ պարզ։ Նրանց վրա չի ազդում, այսպես ասած, ուժի կիրառումը, եւ նրանք կմեկնեն Իսլամաբադ բանակցությունները շարունակելու, եթե դա բխի Իրանի ազգային շահերից։ Իդեպ վերջերս Աբբաս Արաղչին, Իրանի արտգործնախարարը X-ի միկրոբլոգում գրել էր. մենք ունենք իրավունքներ, որոնք ոչ թե պետք է ճանաչել եւ ընդունել, դրանք գոյություն ունեն, այլ դրանք պետք է պարզապես հարգել։ Շնորհակալ եմ Սաթենիկ։ Ես եմ շնորհակալ Լարա։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Իրանակետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը։